Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի մայիսի 31-ն է։ Ինչպես արդեն հիշում եք, իմ նախորդ տեսանյութերում ես անդրադարձա եւ բարձրաձայնեցի այն մասին, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Գարիկ Մարիկյանը բռնություն է գործադրել իր նախկին կնոջ Սերինե Գրիգորյանի եւ իր անչափահաս երեխաների նկատմամբ։ Այդ կապակցությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Մարիկյանին դատապարտել է ազատազրկման։ Գարիկ Մարիկյանը առաջին ատյանի դատանի դատավճիռը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարան, մինչդեռ վերաքննիչ քրեական դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Սևակ Համբարձումյանը որոշում է կայացրել ամբողջությամբ մերժել Գարիկ Մարիկյանի ակնհայտ անհիմն եւ առարկայազուրկ բողոքը եւ առաջիկայում, այսինքն դատանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գարիկ Մարիկյանին կալանքի տակ կվերցնեն։ Այսինքն, երբ որ Գարիկ Մարիկյանը եթե որոշի բողոքարկել Վճռաբեկ դատարան, ապա Վճռաբեկ դատանի կողմից որոշում կայացնելուց հետո առաջին ատյանի դատանի կողմից կայացված մեղադրական դատավճիռը արդեն իսկ կհամարվի օրինական ուժի մեջ մտած եւ դրանից անմիջապես հետո Գարիկ Մարիկյանին կալանքի տակ կվերցնեն իր պատիժը կրելու համար։ Ցանկանում եմ նաեւ հանրայնացնել հետեւյալ տեղեկությունը, ուրեմն Dataalex կայքի միջոցով ես տեղեկացել եմ, որ Գարիկ Մարիկյանի նախկին կինը Սերինե Գրիգորյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Գարիկ Մարիկյանից ալիմենտ բռնագանձելու պահանջով։ Դատանը ձեռնարկել է հայցի ապահովման միջոցներ եւ դատանը որոշել է Գարիկ Մարիկյանից այս պահից սկսած արդեն իսկ բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր երեխայի համար 25000 դրամի չափով, քանի որ երկու երեխա է, այսինքն դատանը որոշել է Գարիկ Մարիկյանից յուրաքանչյուր ամիս բռնագանձել որպես ալիմենտ, որպես երեխայի ապրուստի միջոց ամսական 50000 դրամ։ Եվ եթե Գարիկ Մարիկյանը խուսափի այդ ալիմենտի գումարը վճարելուց, ապա դա կբռնագանձվի հարկադիր կարգով։ Այսինքն նաև նշեմ, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն, եթե անձը 3 ամիս եւ ավել ժամանակով խուսափում է դատական ակտով սահմանված ալիմենտը վճարելուց, ապա 3 ամիս ալիմենտ չվճարելու դեպքում դա արդեն իսկ համարվում է քրեական հանցագործություն, հետեւաբար այդ արարքի համար նույնպես Գարիկ Մարիկյանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե 3 ամիս ժամանակով խուսափի ալիմենտը վճարելուց։ Նաև նշեմ, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հստակ նշված է, որ դռնբաց դատական նիստում դատանի դահլիճում ներկա գտնվող բոլոր անձինք իրավունք ունեն առանց դատանի թույլտվության եւ առանց դատավարության մասնակիցների համաձայնության դահլիճում ներկա գտնվող անձինք, այսինքն դատանի դահլիճում ներկա գտնվող անձինք իրավունք ունեն ազատ կատարել ձայնագրություն, ոչ թե տեսաձայնագրություն, այլ միայն ձայնագրություն։ Ուստի Էրիկ Եղինյանս Վանաձոր քաղաքում տեղի ունենալիք, Վանաձոր քաղաքում կայանալիք այդ ալիմենտի գործով դատական նիստերը պետք է ձայնագրեմ եւ պետք է այդ ձայնագրությունները հրապարակեմ իմ YouTube-յան ալիքով եւ իմ YouTube-յան ալիքով պետք է լուսաբանեմ այդ ալիմենտի գործով կայանալիք դատական նիստերը։ Եվ դրա համար, ինչպես արդեն նշեցի, Գարիկ Մարիկյանի համաձայնությունը ամենևին էլ անհրաժեշտ չէ, քանի որ այդ հարցը կարգավորված է օրենքով, որը որ քիչ առաջ արդեն իսկ վկայակոչեցի օրենքի համապատասխան նորմերը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։